քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջացնելու որևէ կերպ։ Ի վերջո հաշվի առեք, սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոն որոշակի իմաստով ընդդիմադիր խմբակցությունների ստացած ձայների մեր հայրենակիցների տված աջակցության իրացման տեսանկյունից է այդ իմաստով է լեգիտիմությունը։ Կասկածում եք, որ կվիարկել Հատուկ նշանակություն չեմ տալիս։ Կտեսնենք ինչպես կլինի։ Մի տեղ այո։ Ինչով եք բացատրում։ Երևի թող իրենք բացատրեն։ Ասում են կառուցողական ընդդիմության հետ, դուք պատրաստ եք կառուցողական դաշտում։ Ես կարող եմ ասել, որ միշտ եղել ենք բարեկրթության դաշտում եւ դա կարծես թե ուղղակի վարքականոնից է բխում։ Պարոն Վարդևանյան, կվարեք նիստերը, թե ոչ, եթե օրինակ Այս ձևակերպման դեպքում այո, ազգային ժողովի կանոնակարգով նշվածի իրացումը բխում է ազգային ժողովի նախագահի կողմից գործիքակազմի իրացմամբ։ Ես իդեպ իմ բացման, այսպես ասած, խոսքում ելույթում, որը ներկայացրել էի ծրագրային մոտեցումները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի տեսանկյունից, օրենսդրական նախաձեռնությունների տեսանկյունից մոտեցման փոփոխությունը եւ քաղաքական կամքը այդ ուղղությամբ, նաեւ կանխատեսել էի, որ ընդհանրապես նիստը վարելու տեսանկյունից շատ քիչ հավանական է, որ ես այն երբևէ իրացնեմ։ Իրապես քիչ հավանական եմ դա համարում։ Տարօրինակ չէ, որ 3 օր սուրբը Այո, չեմ կարծում։ Ես նկատել եմ միշտ, որ դրան շատ մեծ կարևորություն է միշտ տրվել քաղաքական իշխանության կողմից։ Պարոն Վարդևանյան, տարօրինակ չէ, որ 3 օր սուրբ քննադատեցին եւ հետո ասացին կքվիարկեն։ Գիտեք, կրկին, երևի թե ես մեկնաբանություն չունեմ այդ մասով, առնվազն ես շատ ավելի շատ կուզեի, որ բովանդակությունը քննարկման լիներ այնպիսին, որ մեր հայրենակիցների կոնկրետ խնդիրներին վերաբերեր, կոնկրետ իրավական լուծումների վերաբերեր, ծրագրային մոտեցումների վերաբերեր, բայց այդպես չէր, ավելի շատ կարծես թե իմ անձն էր քննարկվում, որի կարիքը հատուկ չկար, իդեպ որոշակի իմաստով ասեմ, ստացվում է, եթե ես օրինակ ստանձնեի պատասխանատվությունը ազգային ժողովի պատգամավորի, ես նման ճանապարհով չէի անցնի, այսինքն այդքան ելույթներ իմ անձի մասին եւ այլն չէին լինի, բայց ինչև է։ Համաձայն եք Ռուբինյանի, որ ասաց պոպուլյար եք։ Չեմ մեկնաբանում։ Ձեզ, որ անվանում են սատանայի փաստաբան, դրան ինչպես եք վերաբերվում։ Գիտեք, կարծում եմ դա որոշակի իմաստով կոռեկտության սահմաններից դուրս է։ Բացասական եմ վերաբերվում։ Ես առնվազն չեմ կարծում, որ ինձ թույլ կտամ իրենց բնութագրեմ, եթե այդ մոտեցումը որդեգրեմ։ Պարոն Վարդևանյան, իսկ եթե կարճ կամ եթե ներկայացնեք ձեր դիրքորոշումը, ինչ է կարծում, ինչու ի վերջո որոշեցին ձեզ բավարար քվեներ տալ։ Անկեղծորեն դժվարանում եմ ասել, ինքս ունեմ որոշակի սահմանադրաիրավական պատկերացում, որ իսկապես դա նաև պարտականություն է, ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված պաշտոնների, լինի ազգային ժողովի նախագահի տեղակալը, թե մշտական հանձնաժողովների նախագահների մասով, սահմանադրական դատանի որոշման էությունը դրանում է։ Իդեպ 2023 թվականի որոշման մասին եմ ասում։ Շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյան, ինչ եք կարծում, ինչու է պարոն Ռուբինյանը պարբերաբար հիշեցնում փոխոսնակի պարտականությունների մասին եւ ասում է, եթե առարկություն ունեք, հիմա ասեք, ուշ չլինի։ Իմ կողմից դիրքորոշումը դրա վերաբերյալ ներկայացվեց, կարծում եմ դա քաղաքականություն է։ Այսինքն դուք ակնարկում եք, որ եթե այդ իրավունքների եւ պարտականությունների բաշխման հարցում լինեն վեճեր, դա իրավական ճանապարհով պետք է բացվի։ Նիստերի վարմանն է վերաբերում այն ինչի մասին խոսվում էր, դա հստակ է։ Այսինքն եթե ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը ուսումնասիրի, դրան է վերաբերում։ Շնորհակալ եմ։